Հրապարակ թերթը գրում է իշխանական կուլիսերում քննարկվում է հարցը, թե ում գործուղեր սահմանադրական դատարան Վահե Գրիգորյանի փոխարեն։ Վերջին ամիսներին մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվել, սակայն կարծես թե վերադարձել են ամենաառաջին թեկնածուին Հանրապետություն կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, որն իր հարցազրույցներում չի հերքել, որ իրեն տեսնում է սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասում սուբյեկտներից այժմ հերթը Հայաստանի Հանրապետության նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու ում գործուղել։ Հիշեցնենք, որ թեկնածու է դիտարկում նաև դատավոր Կարապետ Բադալյանը, Վահե Գրիգորյանի մոտ ընկերը, նա Արսեն Խառատյանի քրոջ ամուսինն է, եւ հակակոռուպցիոն դատարանում նրան է մակագրվում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած կանխակալ մոտեցում ունի նախկինների նկատմամբ եւ բազմաթիվ հարցազրույցներ է տվել նրանց դեմ։ Իրավունք թերթը գրում է Արցախահայ ակտիվ падգամավորներն այս օրերին լծված են արցախահայերի մեծ բազմություն ապահովելու գործին, ըստ նույն լուրերի Արցախահայերը ապրիլի 24-ից հետո պատրաստվում են մեծ հանրահավաք կազմակերպել եւ հստակ պահանջներ ներկայացնել, բայց բացի սոցիալականից նաեւ քաղաքական հատկանշական է, որ Արցախահայերին այս օրերին այդ քայլից հետ մնալու մեջ համոզում է Արցախը լուծարելու հրամանը ստորագրած Շահրամանյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, 3 ազգային ժողովի ԿՊ խմբակցությունը մոտ 20 րոպեանոց նիստ անցկացրեց խորհրդարանում խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի առնչությամբ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ, չնայած այն բանին, որ ԿՊ խմբակցության падգամավորները տարբեր անկյուններում քննադատում են Անդրանիկ Քոչարյանի պահվածքը, բայց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նիստից հետո խրոխտ հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։ ԿՊ խմբակցությունը տևական ժամանակ է աշխատում է ազգային ժողովում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն падգամավորական էթիկայի առնչությամբ ամենատարբեր հարցերը։ Հույս ունենք, որ այդտեղ ընդդիմությունը եւս մեզ հետ կհամագործակցի, որովհետեւ նաեւ ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու եւ կստեղծվի մշտական գործող էթիկայի հանձնաժողով, հայտարարեց Կոնջորյանն ու արագ հեռացավ։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ փակ հանդիպումից առաջ Անդրանիկ Քոչարյանը ԿՊ-ականների հետ մասնավոր զրույցներ է ունեցել, բացատրել, թե ինքը լրագրողին վիրավորելու միտում չի ունեցել, ավելին մեջբերել է սաղմոսներից խոսքեր, իսկ արդեն խմբակցության նիստի ժամանակ, երբ սկսել են հարցը քննարկել, Քոչարյանն ասել է, որ սխալ կլինի ընդդիմադիրների հետ իր վարքը քննարկել, նրանց առիթ տալ, քննադատելու, ճիշտ կլինի ազգային ժողովում ունենալ էթիկայի հանձնաժողով, հետագայում նաև իր հարցը քննարկել, բայց ոչ ընդդիմության նախաձեռնությամբ։ ԿՊ-ականներն էլ, որպեսզի ընդդիմադիրներին ցույց չտան, թե իրենք ճիշտ են, ստիպված որոշել են էթիկայի հանձնաժողով ստեղծել, հետո նոր Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկել։ Հրապարակ թերթը գրում է, ԿՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից։ Վերջին շաբաթներին ԿՊ-ում հակադաշնակցական արշավ են սկսել պատմությունն են մեկնաբանում իրենց գրագիտության մակարդակով Հույդային մեղադրում առաջին հանրապետության կորստի ցեղասպանությունն ուրանալու եւ այլ մեղքերի մեջ։ Օրեր շարունակ ընթացող արշավի կուլմինացիային ականատես եղանք 3 ազգային ժողովում իշխանական եւ ընդդիմադիր падգամավորների լեզվակռիվը վերաճեց ծեծկրտուկի, ամեն ինչ սկսվեց նրանից, որ նիստը վարող Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ հեգնախառն տոնով սադրեց ընդդիմադիրներին նկատողություն անելով խոսելու համար։ Լեզվակռիվ սկսվեց, որից հանկարծ տաքացավ Փաշինյանի քավորի եղբայրը Վահե Ղալումյանը, տեղից թռավ եւ հարվածեց Գեղամ Մանուկյանին ու սկսվեց քաշքշուկ։ Հույդայում կարծում են, որ իրենց դեմ ԿՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից։ Երկու երկրում էլ Հույդան համարում են ռևանշիստական ուժ եւ Հայդատի հիմնական ջատակով, որին երազում են լռեցնել։ Հրապարակ թերթը գրում է, ջահերով երթն այս տարի տպավորիչ կլինի։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր նախատեսում է միջոցառում կազմակերպել Ազատության հրապարակում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որից հետո երթ կանեն ու կմիանան Հանրապետության հրապարակից սկիզբ առնող ավանդական ջահերով երթին, որի կազմակերպիչը Հույդա Երիթևն է։ Տեղեկություններ կան, որ քաղաքական այլ շրջանակներ եւս պատրաստվում են միանալ ջահերով երթին։ Իշխանական կուլիսերում 3 անհանգիստ են այս միջոցառումներից կասկած ունեն, որ դրանք կարող են հակաիշխանական ցույցի վերածվել, թույլ չտալով, որ ապրիլի 24-ի առավոտյան իշխանությունն այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Հրապարակ թերթը գրում է, ուղիղ 1 ամիս առաջ գրել էինք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ կտա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը 2019 թվականի սեպտեմբերին է նշանակվել այդ պաշտոնին։ Նա ապրիլի 4-ին ազատվեց պաշտոնից իր դիմումի համաձայն։ Բացի հիվանդանոցի տնօրեն լինելուց, Մանուկյանը նաև Երևանի ավականու անդամ էր ՔՊ խմբակցության կազմում, սակայն 3 դիմում է ներկայացրել, որ վայր է դնում նաև ավականու անդամի մանդատը։ Ավականու անդամներից մեզ պատմեցին, որ Մանուկյանը նեղացել է իրեն տնօրենի պաշտոնից հեռացնելու համար եւ որոշել է որևէ կապ չունենալ առհասարակ իշխող քաղաքապայմանագրի հետ, հրաժարվելով նաև ավականու անդամի լիազորություններից։